Մայիսի 15-ին Ստամբուլում հավաքվել են ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունները բանակցելու հնարավոր լուծման շուրջ։ Հարթակ տրամադրող երկիրը նորից Թուրքիան է, որը հյուրընկալելու է պատվիրակություններին Սուլթանական Դոլմաբահչե պալատի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքային տարածքում։ Ստամբուլում հանդիպում անցկացնելու առաջարկը Ռուսաստանինն է, որի նախագահ Վլադիմիր Պուտինը այն հնչեցրեց օրեր առաջ։ Ռուսական առաջարկին արձագանքեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նշելով, որ պատրաստ է բանակցություններին եւ Թուրքիայում անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին։ Նա ասացի համաձայն արդեն իսկ ժամանել է Անկարա, սակայն քանի որ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու, ստիպված միայն հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ռուսական կողմը միայն վերջին ժամերին է հաստատել ռուսական պատվիրակության կազմը, որը ղեկավարում է Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին։ Թուրքիայի մեծ ոգևորությամբ են սպասում ռուս-ուկրաինական բարձրաստիճան հանդիպման արդյունքներին, որը կրկին անցկացվում է Ստամբուլում։ Նախորդ անգամ նույն Դոլմաբահչեի պալատում կողմերը հանդիպել էին 2022-ի մարտին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ նոր էր սկսվել։ Այդ ժամանակ կողմերը անվտանգային մի շարք հարցերում համաձայնության էին հասել, սակայն այն որպես փաստաթուղթ ամրագրել չհաջողվեց։ Ռուսական կողմը շտապեց կատարվածում մեղադրել Կիևին, իսկ ուկրաինական կողմը այն հիմնավորեց Բուչայում կատարված իրադարձություններով։ Թուրքական թերթերն ու փորձագետները անդրադառնալով ռուս-ուկրաինական հանդիպմանը, չնայած կարևորում են Թուրքիայի հյուրընկալող երկրի կարգավիճակը, սակայն առանձնապես մեծ ակնկալիքներ չեն ձևավորում բանակցություններից։ Թուրք պրոֆեսոր Հուսեյն Բաղաջեի կարծիքով Վլադիմիր Պուտինը այնքան էլ հակված չէր բանակցությունների, սակայն համաձայնել է դրանց, քանի որ ենթարկվում է Եվրամիության, Չինաստանի եւ ԱՄՆ-ի ճնշումներին։ Նա նկատում է, որ Մոսկվան եւ Կիևը մի շարք առանցքային հարցերում ունեն իրարամերժ դիրքորոշումներ, ինչը դժվարեցնում է գործնական արդյունքի հասնելու շանսերը։ Մասնագետի կարծիքով ավելի իրատեսական է հուսալ, որ կողմերը ինչ-որ համաձայնություն ձեռք կբերեն երկարատև հրադադարի շուրջ։ Խոսքը 30-օրյա հրադադարի մասին է, որը արտահայտում է ուկրաինական դիրքորոշումը, սակայն ոչ ռուսականը։ Մոսկվան պնդում է, որ հրադադարը հնարավոր կդառնա այն դեպքում, եթե ուկրաինական կողմը համաձայնի, մեջբերում եմ երկարաժամկետ լուծման, այլ կերպ ասած համաձայնի ռուսական պահանջներին, որոնք հիմնականում վերաբերում են Ռուսաստանի տիրապետության տակ անցած տարածքների կարգավիճակին։ Հարց, որը թվում է անընդունելի է Ուկրաինայի համար։ Բացի այդ, Թուրքիայում ոչ բոլորն են համարում, որ ընթացիկ հանդիպմանը թուրքական կողմն է միջնորդը։ Ըստ մի շարք փորձագետների, Թուրքիան պարզապես հարթակ է տրամադրել կողմերի համար, այնինչ միջնորդի դերը Միացյալ Նահանգներինն է։ Ուշագրավ է, որ Թուրքիայում ի թիվս Պուտինի սպասում էին նաև ԱՄՆ նախագահ Թրամփի այցին, այնինչ ամերիկյան կողմը որոշել է Թուրքիա գործուղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ ԱՄՆ-ն հորդորել է Ուկրաինային ընդունել Պուտինի հանդիպում անցկացնելու առաջարկը։ Վաշինգտոնն այն համոզմանն է, որ պետք է մասնակցել առնվազն տեսնելու, թե արդյոք հնարավոր է գործարքի հասնել, թե ոչ։ Դա ըստ ամերիկյան կողմի հնարավորություն կտա Եվրամիության ու Միացյալ Նահանգներին վերադասավորել սեփական մոտեցումները։